Ուկրաինայի հարավ-արևելյան քաղաքների վրա ռուսական հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, հրդեհվել է բնակելի տուն եւ առևտրի կենտրոն։ Դոնեցկի դատախազության հաղորդմամբ Սլովյանսկ քաղաքում ռմբակոծություններից 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել։ Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիե քաղաքում տասնյակ անօդաչուների հարվածներից 1 մարդ է զոհվել, որն իր մեքենայի մեջ էր, վիրավորվել է 7 հոգի։ Իսկ ռուսական կողմից հայտնել են, որ գիշերվա ընթացքում վնասազերծել են դեպի Մոսկվա ուղևորվող 10 անօդաչու թռչող սարք, որոնց հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Մոսկվայի մարզի ամենամեծ վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է Մոսկվայում հանդիպում անցկացնելու Կրեմլի առաջարկից, նման ձևաչափն անվանելով խաղ, որին մտադիր չէ մասնակցել։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Մոսկվայում հանդիպելու առաջարկը հնչեցրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Զելենսկին քաջատեղյակ է, թե կոնկրետ ինչի մասին պետք է ընթանա պատասխանատու եւ լուրջ քննարկումը, եւ նրան հրավիրել էր Մոսկվա համապատասխան որոշումներ կայացնելու։ G7 երկրները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հատկապես նավթի եւ գազի ոլորտներում։ Եզրափակիչ հայտարարությամբ առաջնորդները վերահաստատել են Ուկրաինային անսասան աջակցությունը եւ խոստացել մեծացնել հակաօդային պաշտպանության համակարգերի, հեռահար հրթիռների եւ այլ զինտեխնիկայի մատակարարումները։ G7-ը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայի ռազմական արտադրության ընդլայնմանը եւ շարունակել էներգետիկ օգնությունը երկրի համար առաջիկա ձմեռը հաղթահարելու նպատակով։ Իրանը ստիպված կլինի փոխել իր վարքագիծը տնտեսական բարգավաճման հասնելու համար, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Եթե նրանք դա անեն, հիանալի է, եթե ոչ, ապա Միացյալ Նահանգներն արդեն շատ բան է շահել, ասել է Վենսը։ Միացյալ Նահանգների Սենատը կրկին մերժել է բանաձևը, որը գործնականում կհրամայեր Միացյալ Նահանգների վարչակազմին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Կոնգրեսի վերին պալատում ընթացակարգային քվեարկության ժամանակ 47 օրենսդիր քվեարկել է բանաձևի օգտին, իսկ 48-ը դեմ, իշխող Հանրապետական կուսակցության 4 օրենսդիր քվեարկել է բանաձևի օգտին։ Միայն մեկ դեմոկրատ սենատոր է դեմ քվեարկել։ Վերջին ամիսներին Կոնգրեսի մի քանի անդամներ մշակել են բանաձևեր, որոնք պահանջում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական ուժ կիրառի միայն օրենսդիր մարմնի թույլտվությամբ, սակայն այս բանաձևերից եւ ոչ մեկը չի ընդունվել որևէ պալատի կողմից։ Միացյալ Նահանգների Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է։ Միացյալ Նահանգների ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է հիվանդանոցում կրակոցներ արձակելու մեջ։ Պաղեստինյան համաշարժումը, որը դեռևս վերահսկում է Գազայի հատվածի մի մասը, պատրաստ է իր զենքը հանձնել միայն Պաղեստինի ինքնավարությանը, ասել է շարժման քաղաքական բյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։ Զենքը կարող է փոխանցվել միայն պաղեստինյան կողմին, լինի դա Պաղեստինի ազգային ինքնավարությունը, թե պաղեստինյան պետություն, որը կգա Գազա։ Զենքը երբեք չի փոխանցվի Իսրայելին, դրա դուստր կազմակերպություններին կամ Միացյալ Նահանգներին, ասել է գործակալության աղբյուրը։